Անցյալի քաղաքական ստվերը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին հիշեցրեց իր մասին։ Վերջերս մի քանի ժամ տևած ասուլիսում այսպես կոչված Ղարաբաղյան կլանի ներկայացուցիչը նորից մի շարք աղմկահարույց եւ սկանդալային հայտարարություններ արեց։ Սա նրա վառապացույցն է, որ Քոչարյանը կրկին ձգտում է իշխանության։ Նա փորձում է համոզել հայ հասարակությանը, որ իր կառավարման տարիներին ամեն ինչ հիանալի էր։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանը ճգնաժամի մեջ է եւ որ երկրի միակ փրկիչը ինքն է։ Հիմա այն վիճակն է, որ եւս ճգնաժամային է, եւս պատասխանատվություն ստանձնելու կամ պատասխանատվությունից խուսափելու ընտրության առջևում ես կանգնած։ Ես համարում եմ, որ ինձնից լավ այս վիճակից ոչ ոք չի կարա երկիրը անել։ Եվ դրա համար եմ ստացել։ Եթե մեկի անունը տակ ով ավելի մեծ փորձ ունի, ասես բոլոր ուղղություններով, շատ բարի։ Սակայն Հայաստանում շատերն էլ այսօր հիշում են, թե ինչպիսի ծանր ու աղետալի վիճակ էր տիրում երկրում Քոչարյանի իշխանության օրոք։ Առաջին եթերին տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց նաև միջազգային ու անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը։ Այդ հայտարարությունը շատ խորը հայտարարություն է իրականում, շատ ողբերգական հայտարարություն է, վտանգավոր հայտարարություն է։ Ռոբերտ Քոչարյանի այս զարգացած վտանգավոր դիսկուրսը չափազանց սերտորեն օրգանական կապի մեջ է Սամվել Կարապետյանի խմբակի ուրեմն այդ փոքրիկ խմբակների դիսկուրսները իրար լրացնում են։ Ռոբերտ Քոչարյանը իր այս դիսկուրսով Հայաստանն ուզում է դարձնել Ուկրաինայի նման պատերազմի թատերաբեմ, նշեց Ստյոպա Սաֆարյանը։ Հիմա այս մարդիկ ոնց որ ընկած անեն Հայաստանի Հանրապետության հետևից ու ասեն եկեք բերենք այդ 42 կիլոմետրում մի հատ այնպիսի դուգա տանք, կարճ միացում տանք, այդ հակադիր բևեռների, որ Հայաստանը պայթի։ Սա ուղղակի այն երևակայելի բան է մեր հայ հերոստատիտող։ Դուք ասենք այս կարգի վարքագիծ ունեցող մարդուն ոնց կարակ լայք տակ, ոնց կարակ հույս փայփայեք, որ նա Հայաստանը փրկելու է։ Այս մարդիկ աշխատում են, ընկած են Հայաստանի Հանրապետության հետևից, այո, գործ ունեն գարան մորթու տակ թաքնված գայլերի ուրեմն արշավի հետ։ Ընդդեմ Հայաստանի Հանրապետության պետականության։ Ստյոպա Սաֆարյանի խոսքով Ռոբերտ Քոչարյանի ելույթը ոչ այնքան հասարակության հետ զրույց էր, որքան քաղաքական հայտարարություն, հյուսված կարգախոսներից եւ ռևանշիստական հռետորաբանությունից։ Այսօր Հայաստանում շատերն են համոզված, որ հայ ժողովրդի դժբախտությունների միակ մեղավորը նախկին նախագահն է, ով իր ագրեսիվ եւ օկուպացիոն քաղաքականությամբ Հայաստանը հասցրեց կործանման եզրին։